Տեգին դատախազ շատ կարևոր բան ասեցիք, կոնկրետ անձանց մասին նշեցիք, բայց մենք մեղադրյալների սահմանափակ շրջանակ ունենք, ես հատկապես ուզում էի կանգ առնել ձեր իրավանախորդի Աղվան Հովսեփյանի ունեցած անմիջական հանցավոր ներգրավվածության մասին, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը ընդհանրապես պարտակելու համար մարտի 1-ի գործը։ Համակարգային կերպով դատախազությունը, քննչական մարմինները, դատական ատյանները կազմակերպված կերպով թույլ չեն տվել, որպեսզի այս գործը նորմալ ընթացք ունենա։ Եվ շատ պիտի ուզեի, որպեսզի մենք այսպես առանձին դրվագային քննարկումից վերացարկվեինք, եւ ես կուզեի, որ դուք անձնապես ասեք, մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել ի վերջո։ Սահմանադրական կարգի տապալում, մարդկանց պարզապես սպանություն, ինչ է տեղի ունեցել, այ որպես գլխավոր դատախազ, որ այսքան տեղեկացված եք եւ նյութերին ծանոթ եք ամբողջությամբ, շատ կուզեմ ձեզնից լսել։ Պարոն Բաբաջանյան, շատ մեծ է ցանկությունս գնահատական այստեղից հնչեցնելու, բայց ես դրանով ամբողջ դատաքննությունը կդնեմ լրջագույն հարվածի տակ։ Դուք մի մոռացեք, որ ես քաղաքական ելույթներ չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ այն ինչ որ կա քրեական վարույթով եւ ցանկացած բառ, որ ես արտաբերում եմ այս ամբիոնից, կարա հետագայում օգտագործվի ի վնաս քննությանը։ Դրա համար շատ մեծ որպես Հայաստանի քաղաքացի իհարկե ցանկություն ունեմ ձեր հարցին պատասխանելու, բայց որպես գլխավոր դատախազ այդ հարվածի տակ չեմ դնի, որտեղ առաջիկայում մենք դրվագներ ենք ուղարկելու դատարան եւ ցանկացած կանխատեսում, որ ես այստեղից կանեմ, դատարանում դառնալու է փաստարկ ընդդեմ հանրային մեղադրողի, որ գլխավոր դատախազը դա ասեց եւ ասեց ի պատասխան հանրային լսումների եւ քաղաքական քննարկման։ Ես շնորհակալ եմ, որ նկատեցիք, որ գործի նյութերի վերաբերյալ դատախազությունը պատշաճ տեղեկացվածություն ունի։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դետալ գործի նյութից մեր աչքից չվրիպի։ Իհարկե, մենք դեռ անելիք ունենք, որովհետև ես ինքս ամբողջ ծավալով 625 հատորին ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ ըստ կոնկրետ դրվագների, որոնցով մենք պլանավորում ենք ուղղությունները, նաև նշեմ, որ այս իմ կողմից որոշումների վերացումները հենց այս պահին բողոքարկվում են դատարան, բայց մենք դա նորմալ իրավական գործընթաց ենք համարում եւ քննիչը այս պահին արդեն նյութերն է անջատում, որպեսզի ուղարկենք դատարան։ Այսինքն Սա Շաֆյանի դրվագը դա այն դրվագն է, որ հասցրել ենք իրականացնել, եւ սա ուղղակի նաեւ ուղեցույց է, թե որ ուղղությամբ է քննությունը գնում, այդ թվում դատախազության վերահսկողության ներքո։ Ասեմ, որ հսկող դատախազն աշխատում է անմիջականորեն գլխավոր դատախազի հաշվետվությամբ եւ ենթակայությամբ։